Ես կարծում եմ ամեն ինչ էլ կա, ամեն ինչից մի քիչ, որտեվ պատերազմում մասնակցելը որևէ մեկի համար ինդուլգենցիա չի, պատերազմում գնում են մասնակցում են եւ շատ կարգին մարդիկ, ելնելով իսկապես հայրենասիրականներից, եւ կրիմինալը, որը պարզապես հաճույք է ստանում մարդ սպանելուց, եւ պատերազմից հետո եւ կրիմինալն է վերադառնում խաղաղ կյանք, եւ լինում է նորմալ մարդկանց մոտ դեգրադացիա, այդ հետ պատերազմյան սինդրոմը, եւ լինում են մարդիկ, որ շարունակում են մնալ կարգին մարդիկ, եւ մենք դա գիտենք, կարծում եմ այստեղ ամեն ինչ կա, այնքանով ենք մենք տալիս հնարավորություն այդ դրսևորումներին արտահայտվելու, սա է ավելի կարևոր, դեռ կրիմինալը ամեն տեղ կա, բայց չի կարելի է ամբողջ պետությունը կառուցել կրիմինալի վրա, հիմնվել կրիմինալի վրա։ Եվ երբ մենք այս հենարանը ընտրում ենք մեզ համար կրիմինալ, մենք հետագայում տեսնում ենք ինչ է կատարվում, եւ դա կկատարվի ամեն տեղ։ Եթե սրա դեմ կտրուկ միջոցներ չառնվեն, որին ես ճիշտ ասած շատ քիչ եմ հավատում, բայց կարծում եմ, որ էլեմենտար պետք է խոսի ինքնապաշտպանության արդեն զգացողություն։ Պետության իհարկե, որտեղ աչքի առաջ ամեն ինչ կանդուղում է, մի տեղ կփակես, մյուս տեղ կբացի, ընդհանուր մթնոլորտը կրիմինալ է։ Եվ սա կարող է եւ ռազմական ակադեմիայում արտահայտվել, սա կարող է մանկապարտեզում արտահայտվել, հարաբերությունները այդտեղ են, մթնոլորտը այդպեսին է, հարցերը այդ ձևով են լուծվում։ Ինչ կապ ունի հիմա դա Գորիսում է, պարզ չէ, որ Գորիսում վերջ-վերջո այդպես էլ վերջանալու է։ Ում համար դա պարզ չէր, որ նման ելք է լինել։ Այդ ճոր խոսքեր, մենք ազգային մտածողություն ունենք, մենք նժդեական, այդ նժդեի մոտ որտեղ է գրված, որ կնոջը պետք է ապտակել կամ հայհոյել։ Բացատրեք հասկանանք, էլի, սա սպեկուլյացիա է գնում պարզապես։ Էլեմենտար, ոնց որ սովետական ժամանակ կրիմինալով զբաղվում են, գաղափարախոսությունը դնում են դրոշակի պես պահում են ճապ։ Մենք էլ հրճվում ենք այդ գաղափարը, վայ, այս ինչ մարդիկ են, այս ինչ բոլոր դեպքերում մեծ գործ են կատարել։ Հետո ինչ անենք։ Կա մի շատ պարզ տրամաբանություն, արդեն ասում եմ որպես թատրոնի ռեժիսոր։ Եթե իմ բեմադրած ներկայացումից հանդիսատեսը դուրս է գալիս, ես վատ ռեժիսոր եմ։ Ես չեմ կարող բեմադրություն անել։ Մեր բեմադրած ներկայացումից ես նկատի ունեմ հասարակական կյանքում, պետական ապարատում, հանդիսատեսը դուրս է գալիս, փախչում է։ Դա նշանակում է մենք վատ ենք անում մեր գործը, վատ ենք բեմադրում մեր ներկայացումը, անորակ։ Սա պարզապես այդ անորակության, ինչու է անորակ, որտեղ մենք ոչ թե հիմնվում ենք մասնագետների վրա, կարգին մարդկանց վրա եւ այլն, այլ կրիմինալի վրա, կրիմինալը ապահովում է մեր թվացյալ անամպ կյանքը չի ապահովում։ Վաղ այդ հարվածը մեզ է հասնելու, որտեղ կրիմինալը արդեն սկսել է ինքը իր մեջ, ինչպես մաֆիայի օրենքներով, ինքը իրեն սկսել է ուտել։ Ես ոչ մի կողմը չեմ արդարացում, շատ հավանական է, ես չեմ ուզում որևէ մեկին հազար ներողություն ես ցավակցություն եմ հայտնում բոլորին, բայց կարող է լինել եւ լրիվ հակառակ պատկեր։ Սպանվածները կարող են լինել ուրիշ կողմից։ Հարցերը այդպես են լուծվում։ Հիմա այս պարագայում սպանվածները այն կողմից են։ Բայց ով կարող է երաշխավորը, որ հակառակ բան չէր լինի։ Սկզբունքն է այդպեսի, հարցերը լուծվում են այդ ձևով։ Ընդ որում կարծում եմ տնտեսական հարցեր։ Այսինքն վերաբաշխման փուլ է։ Ես կարծում եմ այո, որտեղ հիմա Հայաստանում սկսվել է, գուցե հիմա չի սկսվել, բայց բացահայտորեն մենք տեսնում ենք, հիմա գնում է հանքերի մեծ առևտուր։ Եվ այստեղ, քանի որ ծախել ուրիշ բան չունենք այլևս, ամեն ինչ վաճառված է, մնացել է հողը, հանքերը։ Եվ այս հանքերի համար պատրաստ են իրար կոկորտ կրծվել եւ մարդ սպանել։ Կհասկանանք, որ սա կարող է բերել ընդհանրապես կործանման։ Դե կբերենք կհասնենք այն վիճակի, որ վերջ-վերջը կասենք, դե հերթական անգամ հաստատվեց, որ մենք հայերս չենք կարողանում ինքնուրույն երկիր ղեկավարել, եկեք անցնենք մի ուրիշ երկրի հովանու ներքո, եւ կարծում եմ, որ այդ տենդենսը կա։ Այդ տենդենսը հիմա որոշակիորեն գնում է։ Լուծում է դա, այսօր ասում ենք երեք հայտարարեց, որ ես մարզպետի այդ ժամանակավոր լուծումներ են կոնկրետ։ Դու ով ես որ դու կասեցնես քո պարտականությունները։ Մեր մեջ ասած ինչ որ ծաղրացու դարել է մարզպետ,
Եվ շարունակում է այդ ծաղրացողական, հետո դա ծաղրացուն անպայման չի որ չի ծաղրացնում է ուրիշին, ծաղրացուն իր կերպարով է ծաղրացում։ Եվ հայտարարությունն էլ ծաղրացունի հայտարարություն է։ Արդեն դա ծիծաղ է առաջացնում։ Երանի թե քնած չլինեի։ Դեռ եթե նախորդի պատմության, այո, այդ Ռուբեն Հայրապետյանի տեքստը դեռ մի քիչ շատ էր, մի քիչ ավելի գրագետ էր գրված եւ դեռ առաջին անգամ էր եւ կարող էր որոշակի հասարակության շերտերը հուզել, այս պարագայում նույնիսկ այդ տեքստը գրելու վրա ջանք չեն թափել։ Պարզապես ռուսերեն բառը «отписка» գրենք, որպեսզի պրծնենք սրանից։ Ոչ մեկին պետք չի դիմել, ոչ նախագահին, ոչ մեկին պետք է աշխատի օրենքը, հանցագործը պետք է նստի բանտում, հանցանք կատարելը նույնիսկ ամենափոքր հանցանքը, եթե այդ փոքր հանցանքը կանխվեր, այս մեծ հանցագործությունը տեղի չէր ունենա։ Իսկ մենք ներում ենք, որտեղ մարդիկ գալիս են իշխանություն, որպեսզի օրենքը շրջանցեն։ Հայաստանում գործում է այս սկզբունքը, ես պետք է հասնեմ իշխանության, որպեսզի կարողանամ օրենքը շրջանցել։ Ես վերջերս վերադարձա Թբիլիսից եւ մեր մի պաշտոնյան շատ հետաքրքիր բան լսեցի, ասեց մարդ չեն, օրենքի շրջանակում են աշխատում։ Ոչ մի մարդկային բան մեջներից չկա։ Պատերազմյան սինդրոմը։ Ընդհանրապես պատերազմը սրում է ամեն ինչ, այսինքն բարոյական կատեգորիաները առաջին հերթին նրանք հստակեցվում են, որովհետև մարդը որպես այդպեսին կանգնում է սպանդի խնդրի առաջ, այսինքն մասնակցում է սպանդի մեջ։ Ինչ դրսևորում նա կարող ունենալ, մարդկային դրսևորում, թե գազանային դրսևորում, որովհետև խնդիրը միանշանակ է դրված, այսինքն կամ դու կամ սա։ Ես ինքս ծառայել եմ բանակում ու հսկայական քանակի օրինակներ ունեմ։ Նաև այնպիսի դրսևորումների օրինակներ, որ մարդ ինքը կոմիսար լինելով, զորքը բարձրացնելով, տանելով ռազմի ճակատ, ինքը իր ավտոմատը երբեք չի աշխատացրել, իբ որ պահն է եկել, որ ավտոմատ աշխատած, բարձվել է, որ փչացած ավտոմատ, այսինքն ինքը մարդկանց հանելով ճակատ, այդ բարոյական սահմանը որպես մարդ այդպեսին չի կարողանց, այսինքն ինքը մարդասպան չի կարող, նույնիսկ պատերազմական իրավիճակում, նայեք ինչ դրսևորումներ, նաև մի ուրիշ տեսակի դրսևորում կա, որ մարդը մասնակցել է այդ գործողություններին, հենց այն գնդում, որտեղ որ ես եմ ծառայել, ես բժշկական մասում է աշխատում, անքնություն ուներ այդ մարդը, այսինքն այդ բոլոր սպանվածները գիշերը գալիս են, այդ մարդը չէր կարող քնել, այսինքն ու վերջը վատ եղավ, որտեղ արդեն ծառայությունս ավարտել է մի քանի տարի անցել էր եւ ես իմացա, որ այդ մարդը վերջո ինքնասպանություն գործեց։ Այս դրսև նաև տեսել եմ մի այլ դրսևորում, երբ որ հրամանատարը դառնում է տամոժնու պետ, այսինքն այլ կարգի մուտացիաներ, բայց ես լրիվ համամիտ եմ այն գաղափարի հետ, որ գիտեք, երբ որ մենք ընդհանրապես յուրաքանչյուր խնդիր սկսում ենք քննարկել որպես խնդիր, որը ծագել է հանցավոր տիրույթում, որևէ բարոյական գնահատական արդեն չի աշխատում։ Այսինքն երբ որ Մաշտոցը 5-րդ դարում ասում էր «Ներ ինձ Տերզի պանդուխտ եմ ես հանցավոր երկրի», արդյոք 5-րդ դարից ոչ մի բան չի փոխվել մինչև հիմա։ Որովհետև այն հսկայական վերաբաշխումը ամեն ինչի, մեզ թվում էր, որ սա տնտեսական, այսպես ասած, չակերտյալ արժեքների վերաբաշխում է գնում։ Այսինքն առևտուրը տեղի ունենում եւ փոփոխությունները տեղի ունենում սպառողական դաշտի ոլորտում, բայց չէ, մենք տեսնում ենք, որ ամեն տարի ամեն այս նման դեպքից հետո մենք հասկանում ենք, որ չէ, այս վերաբաշխումը, այս մուտացիաները եւ այս արժեքների անկումը ինքը ընդհանրական է, այսինքն չկա ոլորտ, որը որ ներառված չլիներ այս հսկայական խաղի մեջ, որի վերջը ես նորից համամիտ եմ, վերջի վերջո կարելի է բնակչությանը հասցնել այն գաղափարի, որ սկզբից բնակչությունը կհրաժարվի կառավարությունից, հետևաբար մի քայլ է, կես քայլ է մնում, որ նա հրաժարվի պետականությունից, որովհետև բանակը որպես այդպիսին եւ բանակում ծառայող ինքը սրբազան արժեք է ըստ էության։ Այսինքն, երբ որ մենք փորձում ենք նման կերպ վերաբերվենք եւ հակառակ փաստերի առաջ ենք կանգնում, այսինքն հակառակ դաշտից, հանցավոր դաշտից, այդտեղ իրարամերժ հասկացությունների բախում է տեղի ունենում։ Այսինքն, մինչև երբ մենք կարող ենք վերաբերվել սրան որպես սրբազան տարածքի եւ մինչև երբ մենք կարող ենք լռել, երբ որ տեսնում ենք, որ հանցագործություն է տեղի ունենում եւ մարդկային
մարդկային ռեսուրսի կորուստ։